нас есть сейчас здесь организаторы, наши топ-лидеры, те люди, которые организовывают данное событие, те люди, которые собирают свои команды на данное событие, и хотелось бы им дать слово. У нас есть, начнем с прекрасной половины нашего человечества, да, то есть это наш лидер, менеджер компании Stability Арпине Саргасян. Арпине, вам слово, расскажите, вот так как вы как организатор, расскажите по данному событию, почему стоит быть, почему стоит приехать на национальную конференцию. Вот, вам слово. Добрый вечер всем, спасибо за слово. Ну, я буду сказать все на армянском, с вашего позволения. Հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորին, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, իհարկե, ուրեմն ինչ ենք անում, նախ ուզում եմ հասկանալ ովքեր են արդեն տոմսեր գնել, ովքեր արդեն տոմսեր են գնել, չաթում գրում ենք, այստեղ պլյուսներ, ինձ հետաքրքիր է ովքեր են արդեն տոմսեր ձեռք բերել, տեսեք մեր ընկերության պրեզիդենտը ինչ էր բացատրում, ինչու է կարևոր ներկա գտնվել, ահա, տեսնում եմ այն մարդկանց, ովքեր պլյուսներ են դնում, շատ լավ ապրեք, իսկ ովքեր դեռ չեն վերցրել տոմսեր մինուսներ գրեք, որ ես հասկանամ ինչ աուդիտորիայի հետ ենք աշխատում, ուրեմն տեսեք, ինչպես մեր ընկերության պրեզիդենտն էր նշում, շատ կարևոր են միջոցառումները մեր ընկերության մեջ, առհասարակ այն մարդիկ, ովքեր որ որոշել են, որ պետք է զարգանան ընկերության մեջ, գիտեք, որ պարտադիր է մասնակցել բոլոր օնլայն եւ օֆլայն միջոցառումներին։ Մանավանդ այն միջոցառումներին, որոնց ներկա է լինելու ընկերության ղեկավարությունը։ Համաձայն եք իմ հետ։ Ահա, ովքեր տոմսեր չունեն, մինուսներ դրեցին, շատ լավ։ Շատ լավ։ Ուրեմն տեսեք ինչ ենք անում։ Իսկ ովքեր ուզում են հաջողվել մեր ընկերության մեջ, հասնել մեծ արդյունքների, վաստակել շատ գումարներ, չաթում խնդրում եմ, գրեք 10-եր։ Ինձ հետաքրքիր է ունենք մեր մեջ այդպիսի մարդիկ, ովքեր որ ուզում են շատ լուրջ արդյունքներ ունենալ։ Գրեք այստեղ չաթում 10-էր։ Շատ լավ, տեսնում եմ ձեր 10-երը։ Ուրեմն մենք բարբերաբար միասին տարբեր հանդիպումների ժամանակ խոսել ենք, չէ՞ որ որպեսզի մենք կարողանանք մաքսիմում արդյունք ունենանք, մենք պետք է լինենք ընկերության բոլոր միջոցառումներին։ Եվ ընկերության մեր համազգային կոնֆերանսը այդ միջոցառումներից կարևորագույնն է մեր Հայաստանի համար, մեր հայկական թիմի զարգացման համար։ Հիմա նշեմ, որ արդեն բավականին մեծ քանակությամբ մարդիկ, գաղտնիք եմ ասում, տոմսեր ձեռք բերել են արդեն, շատ քիչ տեղ է մնացել, նախ սա ասեմ, ովքեր դեռ տոմս ձեռք չեն բերել, անպայման ձեռք բերեք, որպեսզի հասցնեք ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Շատ կարևոր է բիզնեսի զարգացման մեջ, որ դուք ներկա լինեք այդ միջոցառմանը, քանի որ դուք կստանաք շատ հարցերի պատասխաններ։ Մի երկու օրինակ բերեմ մեր նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներից։ Երբ որ նախորդ տարի մեր ընկերության ղեկավար կազմը առաջին անգամ եկան Հայաստան, մենք ունենք գործընկերներ, ովքեր որ առաջին անգամ էին մասնակցում այդ միջոցառմանը, եւ գիտեք ինչ եղավ հետո։ Մինչ այդ նրանք շատ դանդաղ էին զարգանում բիզնեսի մեջ։ Մեր միջոցառումից հետո նրանք կայացրեցին որոշում լինել ընկերության ամենազարգացող, ամենաակտիվ գործընկերները, ու հիմա իրենք արդեն ընկերության մեջ շատ մեծ թափով զարգանում են, ունեն իրենց թիմերը, մասնակցել են SKS-ներին, մասնակցել են մոդուլներին, բացել են կարիերային աստիճաններ, այսինքն մեր օֆլայն հանդիպումները դարձան այն կարևոր որոշման վայրը, որտեղ մեր սովորական գործընկերները ուղղակի որոշում կայացրեցին լինել ընկերության լավագույններից։ Ուրեմն ինչ կստանանք մենք օֆլայն միջոցառմանը մասնակցելու արդյունքում։ Նախ վստահություն, ես գիտեմ, որ շատ մարդկանց մոտ ինչն է խանգարում զարգանալուն մեր բիզնեսի մեջ վստահությունը, վստահություն ընկերության հանդեպ, վստահություն ընկերության իդեայի հանդեպ, սեփական ուժերի հանդեպ վստահություն։ Դուք կտեսնեք ձեզ նման շատ մարդկանց, ովքեր որ եկել են, հաջողվել են։ Դուք կտեսնեք շատ մարդկանց, ովքեր որ ունենալով ձեզ նման հնարավորություններ, գուցե եւ ձեզանից ավելի քիչ հնարավորություններ մեր բիզնեսում հաջողվել են, եւ դա ձեզ կտա վստահություն, որ դուք շարունակեք զարգանալ մեր բիզնեսի մեջ։ Շատ կարեւոր է։ Հետո ոնց որ մեր
մեր մյուս սպիկերներն դարասներ խոսում, երբ որ թիմը հավաքվում է, թիմի էներգիան հավաքվում է, մեկը մյուսին են ճանաչում, իրար են տեսնում, խոսում են, սա եւս ամրացնում է ձեր վստահությունը եւ ձեզ մոտ հույս նպատակներ, հա, նպատակներ են առաջանում, որոնք որ աշտեն ուզում եք իրականացնել։ Մեր գործընկերների չաթերից ես լսել եմ, ովքեր որ ասում էին, գիտես, երբ որ ես գալիս եմ միջոցառմանը, ես սկսում եմ ուրիշ կերպ նայել process-ին, ես սկսում եմ երազել, ես սկսում եմ նպատակներ դնել։ Հիմա այս մեր միջոցառումը լավագույն առիթներից մեկն է, որ դուք գաք, որոշեք, դառնաք լիդեր եւ իրականացնեք ձեր բոլոր նպատակներն ընկերության մեջ։ Հիշեցնեմ, որ տեղերը խիստ ժամանափակ է, քանակին դուք աշտեն որոշ մասը գործընկերների տեղյակ են, դրա համար շտաբ ձեռք եք բերում տոմսեր, իսկ այն մարդիկ, այն լիդերները, ովքեր որ ուզում են, որ իրենց թիմերը զարգանան, եկեք ձեր թիմերի հետ։ Կա հրաշալի ստատիստիկա, որը ցույց է տալիս, որ եթե նախորդ միջոցառումներին դուք մասնակցել եք ինչ-որ քանակությամբ եւ դա գերազանցում եք նախորդ ձեր միջոցառումների մասնակցության թիվը, դուք այստեղ արդեն կարող եք արդեն կոնկրետ հասկանալ, որ դուք աճում եք թիմում։ Սա հատուկ լիդերների համար։ Բերեք ձեր գործընկերներին, տվեք ձեր գործընկերներին այդ հնարավորությունը։ Ես գիտեմ, որ ձեր շատ գործընկերներ անգամ տեղյակ չեն, որ մենք Հայաստանում ունենալու ենք այդ միջոցառումը։ Ուղղակի մարդկանց տվեք հնարավորություն զարգանալ ու առաջ գնալ։ Տեղերը խիստ ժամանափակ է, իսկ ես շատ եմ ուզում, որ այն մարդիկ, ովքեր որ իսկապես ուզում են հաջողվել այս բիզնեսում ներկա լինեն, ստանան իրենց հարցերի պատասխանը, դառնան լիդերներ եւ գնան իրենց նպատակների հետևից։ Շնորհակալ եմ խոսքի համար, спасибо за слово, передаю слово вам. Да, спасибо большое, Арпине. Ну, я не понимаю армянский язык, да, красивый язык, вот, но я знаю одно, ребят, я знаю одно, что человек, который находится на ранге менеджер компании, человек, который уже без 5 минут директор компании, да, то есть Арпине еще чуть-чуть осталось для того, чтобы закрыть ранг директора компании. Я знаю то, что к этому человеку надо прислушиваться. Это человек, который показывает пример того, как вот развивать бизнес, как масштабировать бизнес. И, ребята, я вам рекомендую прислушаться к Арпине, я вам рекомендую, конечно же, присутствовать на национальной конференции, быть самому, привести людей, еще раз повторюсь, привести людей, как и на первый день, да, то есть на бесплатную презентацию, потом привести людей и на обучение, которое будет в субботу и воскресенье, да. Вот, поэтому, ребята, обязательно прислушайтесь к тем рекомендациям, которые вам дают лидеры, потому что без больших мероприятий большой бизнес не построишь. Да, вот помните, я вам вначале показывал, да, вот ступени, уровни, да, то есть, и, конечно же, можно там первый уровень, второй уровень, третий уровень, да, но именно вот если вы хотите большой бизнес, если вы хотите серьезный бизнес, если вы хотите зарабатывать каждый день в компании, а у нас это возможно, зарабатывать каждый день в компании, получать доход каждый день в компании, вам надо присутствовать вот на 4-5 уровне мероприятия, да, ну хотя бы начать с 4, быть там, быть с людьми, быть с партнерами, с клиентами, ну, с потенциальными партнерами и так дальше.